Երբևէ մտածել եք մի ճակատամարտի մասին, որտեղ պարտությունը ըստ էության հաղթանակ էր։ Հենց այսպիսի մի անհավանական պատմություն ենք այսօր բացահայտելու, խոսելով ավարայրի ճակատամարտից։ Մի ճակատամարտ, որը թեև պարտությամբ ավարտվեց, բայց հավատացեք, ամբողջովին փոխեց մի ազգի ճակատագիրը։ Հենց սա էլ մեր այսօրվա հիմնական հարցն է։ Լուրջ, ինչպես կարող է ռազմի դաշտում կրած պարտությունը ճանապարհ բացել մի շատ ավելի մեծ հաղթանակի, բարոյական ու նույնիսկ քաղաքական։ Դե ինչ, եկեք միասին գտնենք պատասխանը։ Լավ, եկեք հետ գնանք ժամանակի մեջ ուղիղ 5-րդ դար, մի դարաշրջան, որտեղ կարելի ասել երկու հսկայական աշխարհներ էին իրար բախվում։ Պատկերացրեք, մի կողմում ահռելի, հզոր Սասանյան Պարսկաստանն է, իր զրադաշտական կրոնով, մյուս կողմում Հայաստանը, որը, ինչպես գիտենք, աշխարհում առաջինն էր քրիստոնեությունը պետական կրոն հռչակել, ու այս հսկայական տարբերությունը բնականաբար լուրջ լարվածության պատճառ էր դառնում։ Սա ոչ միայն կրոնների, այլև քաղաքակրթությունների բախում էր։ Ու հենց այս պայմաններում Պարսից հասկերտ երկրորդ արքան հայերին, կարելի ասել, դնում է անհնարին ընտրության առաջ։ Վերջնագիրը դաժաներ ու պարզ, կամ հրաժարվում եք ձեր քրիստոնեական հավատքից, ձեր ինքնությունից, կամ դիմակայում եք իմ բանակի ողջ զորությանը։ Պատկերացնում եք ինչպիսի ընտրություններ։ Դե հայրերը կանգնած էին իսկապես ճակատագրական որոշման առաջ, ու նրանց պատասխանը՝ այո, պատմություն կերտեց։ Այս դիմադրության գլուխ կանգնեց մի կերպար, որի անունը բոլորս լսել ենք՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանը։ Հենց նրա շոշն էլ համախմբվեցին հայ նախարարները, միասնաբար կայացնելով միակ հնարավոր որոշումը՝ պայքարել։ Պայքարել իրենց հավատքի ու իրենց ինքնությունը պահպանելու համար։ Իսկ նրանց ողջ մոտիվացիան կարելի է ամփոփել հենց Վարդանի խոսքերով. այս հավատքից մեզ ոչ ոք չի կարող խախտել։ Լսում եք, սա ուղղակի խոսքեր չէին, սա իսկական ուխտ էր, վճռականության հայտարարություն։ Ու այդպես ամեն ինչ տանում էր դեպի մի կոնկրետ տարեթիվ՝ 451 թվականը։ Հենց այս թվականին ապստամբությունը հասավ իր գագաթնակետին։ Լավ, եկեք մտովի տեղափոխվենք ավարայրի դաշտ։ Ժամանակն է տեսնելու, թե կոնկրետ ինչպես են զարգացել իրադարձությունները։ Առաջին բանը, որ աչքի է զարնում, ուժերի անհավասարությունն է։ Սա բառի բուն իմաստով Դավիթի ու Գողիաթի պատմությունն է։ Պատկերացրեք, մի կողմից 66,000 հայ ապստամբ, մյուս կողմից 220,000-անոց պարսկական կանոնավոր բանակ։ Թվերը պարզապես անհավատալի են։ Ուրեմն ճակատամարտը սկսվում է։ Հայերը բնականաբար կռվում են աներևակայելի քաջությամբ։ Բայց եկեք իրատես լինենք։ Պարսկական բանակի թվային առավելությունը, գումարած իրենց հայտնի մարտական փղերը, վաղ թե ուշ պետք է իրենց խոսքն ասեին։ Ու այդպես էլ լինում է։ Ճնշումը մեծանում է, ու ճակատամարտի ամենաթեժ պալին զոհվում է հենց ինքը զորավար Վարդան Մամիկոնյանը։ Հենց այստեղ է, որ պատմությունը կատարում է ամենաանսպասելի շրջադարձը։ Այնինչ թվում էր, թե վերջնական պարտությունը իրականում դառնում է մի մեծ հաղթանակի սկիզբը։ Այո, ռազմի դաշտում ճակատամարտը պարտված էր, բայց պատերազմը դեռ նոր էր սկսվում։ Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ իրականում։ Վարդանի մահը ոչ միայն չկոտրեց հայերի ոգին, այլ ընդհակառակը, ել ավելի բորբոքեց դիմադրությունը։ Հաջորդող տասնամյակների ընթացքում պարտիզանական պայքարը պարզապես հյուծեց հզոր Պարսկաստանին։ Ի վերջո նրանք հասկացան, որ ուժով հնարավոր չէ հաղթել, ու ստիպված եղան նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ այս ամենի տրամաբանական ավարտը դարձավ 484 թվականին Վարսակի պայմանագիրը։ Ինչ էր սա նշանակում։ Սա նշանակում էր, որ հայերը վերջապես ստացան այն, ինչի համար պայքարում էին՝ իրենց հողում, իրենց տանը քրիստոնեություն դավանելու պաշտոնական ազատ իրավունք։ Սա հենց այն հաղթանակն էր բարոյական, քաղաքական, որի հիմքը դրվել էր ավարայրի դաշտում տասնամյակներ առաջ։ Լավ, բայց ո՞րն է այս ճակատամարտի ժառանգությունը։ Ինչու ենք մենք մինչև այսօր խոսում դրա մասին։ Դե ավարայրի ազդեցությունը պարզապես հսկայական է։ Վարդան Մամիկոնյանը դարձավ ոչ միայն ազգային հերոս, այլև սուրբ, իսկ հենց ճակատամարտը դարձավ հանուն հավատքի ու ազատության պայքարի հզորագույն խորհրդանիշ։ Պատկերացրեք, ավելի քան 1500 տարի է անցել, բայց այս իրադարձությունը մինչև հիմա հայկական ինքնության հիմնաքարերից մեկն է։ Այսպիսով, ավարայրի պատմությունը մեզ մի կարևոր բան է սովորեցնում։ Երբեմն ամենամեծ հաղթանակները ծնվում են հենց ամենածանր պարտություններից հետո։ Եվ սա մեզ բոլորիս թողնում է մի շատ կարևոր հարցի առաջ մտածելու համար։ Ի վերջո, որ գաղափարներն են այնքան արժեքավոր, որ դրանց համար արժե պայքարել նույնիսկ ամենաանհնարին թվացող պայմաններում։